Աստված մի օր քո կողքով անցավ եւ ասեց ապրի։ Սա իմ համար շատ կարեւոր խոսք է։ Եթե Աստված իմ կողքով չանցներ, ես այսօր չէի կարող ապրել։ Որ դու ապրում ես, Աստված քո կողքով անցել եւ ասել ապրի։ Դրանից մի քիչ հետո այդ Եզեկիելի 16-ի 6-ը ասում է, որ եւ դու իմը եղար։ Ոչ թե միայն ասեց ապրի, այլ դու եղար Աստծունը։ Մի ժամանակ մենք Աստծունը չէինք։ Այս աշխարհի ալիքները տատանում էինք։ Բայց այսօր դու եղար Աստծունը։ Ուրախ ես դրա համար։ Փառք Աստծուն։ Եվ այսօր որ դու Աստծուն ես, նշանակում է Հիսուսը քո նավի մեջ է։ Որ Հիսուսը քո նավի մեջ է, քո դժվարության ժամանակ ոչ թե դու առանց Հիսուսի փնտրի լուծում, այլ իրան արթնացրա։ Սա շատ պարզ աղոթի։ Քո դժվարության ժամանակ իրան խնդրի։ Ես պատկերացնում եմ, որ այդ նավի մեջ եղողները տնային այդ փոթորիկը բան եւ այլն ջուրն լցման նավի մեջ, դե ամեն դեպքում մեծ մասը ձկնորսներ էին, լողորդներ էին։ Կարային քցվեին ջուրը լողալու, որպեսզի հասնեն ապ։ Կարծում չէին հասնի։ Ճիշտն էր, որ Հիսուսին արթնացնեին։ Եվ Հիսուսը հարցերը լուծեց։ Ես այս միտքը շարունակում եմ։ Ճիշտն է, որ Հիսուսին դիմենք։ Եվ մի հատ կարևոր բառ ասեց, այս ուզում եմ կրկնեմ։ Քո գտնված իրավիճակների մեջ քո ապահովությունը ուրիշ բան չի, միայն Աստծո ներկայությունը։ Ուրիշ ապահովություն մի փնտրի, միայն Աստծո ներկայությունը։ Եվ մեկ էլ դե խոսքի վերնագիրը բնաբանը Հիսուսը ասեց, եթե Հիսուսն ասել է, դա պիտի լինի։ Հիսուս միտեղ ասեց, երկինք երկիր անցնեն, իմ խոսքը պիտի լինի։ Այո։ Եվ միտեղ էլ Հռոմեացին 8-րդ գլխի մեջ գրված է, ով կարող է քեզ մեղադրել, եթե Հիսուսն ամենակ որ իրավունք ունի մեղադրելու, ինքն էլ չի մեղադրում, ինքը քո բարեխոսն է։ Ուրեմն հանգիստ ապավինի Հիսուսին։ Կյանքդ կապի ամբողջությամբ իր հետ։ Ցանկացած իրավիճակի մեջ ինքը լուծում ունի։ Իրան արթնացրա, խնդրի իրան։ Բայց այդ նավից դու դուրս չգաս, Հիսուսի հետ եղիր։ Մնա Հիսուսի հետ, փառք Աստծուն։ Դե քանի որ այս բանին խոսքին բերեցի, արթնացրա, այսինքն աղոթ կարա, ուզում եմ աղոթքի խոսքն էլ, ուզում ասեմ ուրա բանը, աղոթքի խոսքն էլ բերեք շարունակենք։ Շատ հետաքրքիր միտք ասեց մեր Արամը անհոգության մասին։ Մի հատ այս օրինակով ուզում եմ այդ անհոգությունը պարզեմ։ Չեմ կարող մատնանշել, բոլորիդ էլ վերաբերում է։ Եթե երեսիդ մի հատ մուրա կսվե, այդպես դուրս կգաս ժողովրդի մեջ։ Չեմ ասում պատասխանեք, դուք ձեզ։ Եթե շորիդ մի հատ լաքը, մի հատ ճաշ է թափի վրան, այդ շորով դուրս կգաս ժողովրդի մեջ։ Եթե շորիդ միտեղ ճղվել է, դրանով դուրս գա, հասկանում եք ինչ եմ ասում արդեն։ Եթե քո վրա մի բան կա, որը անհարմար է, որը ամոթ է, որը չի սազում քեզ եւ այլն, դու անհոգ չես լինի։ Այսքան որ ասես դուրս գա ժողովրդի մեջ, ուզում ասեմ, անհոգ չես լինի։ Դու կաշխատես այդ հարցը լուծես, նոր դուրս գաս, ճիշտ է։ Հիմա ամեն մեր այս ինչ եկել ենք Աստծուն, մեր ամբողջ ընթացքը գիտեք ինչ ընթացք է։ Մեր ներքին հոգևոր մարտնակառուցում, որով մենք ապրելու ենք հավիտյան, այդ հավիտենական ժողովրդի առջև։ Եվ պատկերացրեք, եթե այդ ներքին մարդը, քո ներքին մարդը, քո նոր մարդը, որը այս ֆիզիկականը չի, որը քո հոգևոր էությունն է, քո սերը, քո պատիվը, քո հարգանքը, քո մարդկանց հետ հարաբերությունը, քո քաղցրությունը, բարությունը եւ այլն, այդ դրանցով կառուցված քո էությունը։ Եթե այնտեղ լաքա լինի, ինչքան ամոթ կլինի հավիտյան ժողովրդի առաջ։ Եթե այնտեղ մի բան հարմար չլինի, մի բան ճիշտ չլինի, ուրեմն անհոգ չլինենք, ինչպես մեր այս մարմնի համար անհոգ չենք, հարցերը լուծումնոր ենք դուրս գալի, նրա համար էլ անհոգ չլինենք, ամեն։ Եվ եթե մի պակասություն կա, եթե մի անհարմարություն կա, եթե մի բան չի համընկնում ընդեղի հետ, քանի ստեղից լուծի այդ հարցերը։ Ինչպես լուծես, էլի աղոթքով, էլի պիտի Աստծուն դիմես։
էլի դեղու միջոցը Աստծո մոտ է, էլի այդ լաքաները մաքրող համապատասխան նյութերը Աստծո մոտ են, բայց քո կողմից ապաշխարություն է պետք, դարձի գալ, այսինքն ինչը առիթ եղավ, որ երեսիդ մուր քսվեց, աշխատի այդ առիթների մեջ էլ չմտնես, ինչը առիթ եղավ, որ շորդ ճղվեց, աշխատի այդ առիթների մեջ էլ չմտնես, հասկանալ եմ ասում, դե վերջապես մի միտքել եմ ուզում ասեմ, նոր վերջացնենք, ուրեմն մենք ապաշխարում ենք, որպեսզի այնտեղ մեր համար ամոթ չլինի, այն բան նորմալ լինի, համապատասխան լինենք այն ճանչին, բայց բացի մեր նորմալ համապատասխան լինելը, ընդեղ նաև Հիսուսն ասեց, որ կան մարդիկ, որ հարստություն կարող են ունենալ, ընդեղ հավիտենական կյանքում, դե այն մարդիկ են, որ մենք հավատում ենք հավիտենական ճանչին, այն մարդիկ են, որ մենք հավատում ենք Աստծո խոստումներին, եւ ընդեղ Հիսուսը միտեղ ասեց, ես գնում եմ ձեզ տեղ պատրաստեմ, շուտ ասել եմ, հիշում եմ, մեր պատանիներից մեկը մի անգամ տեսիլքով տեսել էր, որ մեր տները հրեշտակներն ընդեղ սարքում են, տուն կա, որ լավ ակտիվ աշխատում են, տուն կա չեն աշխատում, ես չեն աշխատում, մատերիալ չի ուղարկվում, որ տան համար մատերիալ է ուղարկում, այնտեղ այն տանը աշխատում են, որ տան համար մատերիալ չի ուղարկում, այդ սարքողները պարապ նստած են, դեք այդ մատերիալը ոնց են ուղարկում, ապաշխարելը մատերիալ ուղարկվել չի, ապաշխարել դու չես դզում, մատերիալ ուղարկում ես ստեղ բարություն անելով, ծառայություն անելով, Աստծուն մարդկանց ծառայություն անելով, զոհաբերություն անելով, դրանով դու ընդեղի քո այն տունը սարքող հրեշտակներին մատերիալ ես ուղարկում, եւ կեթաս ընդեղ փառավոր տեղ կունենաս, ուրեմն ինչքան դու ծառայես, այնքան ընդեղ քո համար քո տեղն ալնել, իսկ ինչքան ապաշխարես, ընդեղ դու այդ վիճակին համապատասխանություն ունենալու, պակասպրած չես ունենա, ուրեմն մեկ քո անձի համար, մեկն էլ քո ունեցածի համար, քո անձի համար ապաշխարում ես, քո ունեցածի համար ծառայում ես, հասկանալի ասեցի,